Նշեմ, որ ուժեղ Հայաստանի ղեկավարը, այսպես ասած, ժամանակին, երբ որ Հայաստանի Լեռնային Ղարաբաղը գտնվում էր Հայաստանի ընդհանուր առմամբ պատերազմական իրավիճակի մեջ, հիշում եք, ինչպիսի ահուսարսափ ուներ ինքը նաև դրսում, երբ կոչ էր անում երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, դա հիշողությունից երբեք չի ջնջվում ու պարզ է մարդիկ ում համար են ծառայում եւ ինչի համար են ծառայում եւ գալ Հայաստան եւ ներկայանալ որպես Հայաստանում խաղաղություն բերող օժ, կներեք, սա բացարձակ սուտ հայտարարություն եւ երբեք ոչ մեկ այսուհետ այդ թեզերին չի հավատա եւ առհասարակ այն թեզերը, որոնք որ իրենք են բերում ասպարես, բավականին անհիմն են եւ հիմնավորման որևէ փաստ չունեն, այդ իսկ պատճառով երբեմն մենք կոնկրետ ես իրենց ասում եմ հեքիաթասացների կուսակցություն, որովհետեւ չլինելով Հայաստանում, չապրելով Հայաստանում եւ Հայաստանի համար ինչ-որ ծրագրեր են մշակում, անկեղծ ասած այն էլ հիպոթետիկ եւ ոչ մի հիմքեր չունեցող, բնականաբար բոլորիս մոտ այլ ասոցիացիա է առաջանում, այլ չասեմ որտեղից են եկել եւ ինչ են ուզում։